Ես այսօր մի ուրիշ զարմանալի պատմություն եմ իմացա։ Մարտունու թիվ 2 դպրոցում պարզում է մի այսպիսի բան է տեղի ունեցել։ Դպրոցի նորոգման համար մարզադահլիճի հատակը քանդել են եւ հատակի տակ հայտնաբերել են 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ։ Ես չգիտեմ ձեզնից ով գիտի այս պատմությունը, ես առաջին անգամ եմ լսում։ Ես չգիտեմ արդյոք իրավապահները զբաղվում են կամ զբաղվել են այս հարցով, բայց սա իսկապես շատ կարևոր պատմություն է։ Բայց եկեք վերադառնանք ժողովուրդ ջան եւ տեսնենք ովքեր են նրանք, որ ժողովրդի ձայնը շարունակաբար եղծել են։ Այդ նույն մարդիկ են, ովքեր այսօր հանդես են գալիս պատերազմի եռակլուղ կուսակցության ներքո։ Այդ նույն մարդիկ են ուժեղ Հայաստանը, որտեղ հավաքված են Սերժ Սարգսյանի երբեմնի մանկլավիկները եւ նրա քաղաքական հոգեզավակները, որ ձեր քվեաթերթիկները լցնում էին Սևանա լիճը եւ պահում էին դպրոցի հատակների տակ։ Այդ նույն մարդիկ են Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը, որ ձեր ձայները կեղծում էին, լցնում էին Սևանա լիճը եւ թաքցնում էին, թաղում էին հողի մեջ։